Աստծուբարին բոլորին հարգելի ունկնդիրներ, խնդրում եմ չզարմանաք, որ Հայաստանի այս խառը մթնոլորտային վիճակի մեջ ես փորձում եմ ինչ-որ գեղեցիկի աշխարհից խոսալ, բայց այս նկարիչը ում մասին որ պետք է խոսեմ, նա եւ քաղաքական գործիչ է իր արվեստով եւ հոգևոր արժեքներով օժտված անձնավորությունը, դրա համար ուզում եմ ես նրա նկարները ձեզ ցուցադրեմ եւ խոսեմ նրա ստեղծագործությունների մասին, որում եւ կերևա, որ դուք ձեր ներքին վերաբերմունքը այսօրվա քաղաքական իրավիճակի նկատմամբ կտեսնեք, որ համահունչ է։ Պարզապես մարդը լուր առանց հայհոյանքների, առանց քննադատությունների իր վերաբերմունքն է ցույց տվել իր նկարներում եւ մինչեւ նույնիսկ այս դեպքերը, այսինքն մինչեւ Սումգայիթի դեպքերը։ Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թվականին եւ 90 տարի ապրելուց ստեղծագործելուց հետո նոր մարմինը թողել է։ Նա ծնվել է Եգիպտոսում, բայց իր ամբողջ արվեստը, կարոտով լի արվեստը հայրենիքի նկատմամբ, հայի տեսակի նկատմամբ ինքը անց է կացրել Հայաստանում, սովետական Հայաստանում։ Ես ուզում եմ շատ կարճ կարդամ իր գրած, իր մասին գրած որպես նկարիչ գրությունը, ուրեմն ես մեծ նկարիչ մչեմ նշանավոր, ինչպես Սարյանը, ինչպես չէ, այդպես չէ, ամեն մարդ չի կրնա մեծ ըլլալ, ամեն գրող չի կրնա չարենց ըլլալ, ինձ համար իմ չափովս աշխատում եմ, նկարում ու մարդիկ հավատում են դժգոհ չեմ կյանքիցս։ Խոսքերի հեղինակն է Հայաստանի ժողովրդական գեղանկարիչ, Հայաստանի Հանրապետական պետական մրցանակի դափնեկիր, Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Հայ եկեղեցու Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ շքանշանակիր Հակոբ Հակոբյանը։ Ուրեմն դա իր խոսքերն էին։ Ես մեծ նկարիչ մչեմ, բայց ոնց են մեծ լինում, եթե մարդը համամարտկային ստեղծագործական կյանք ավարում։ Ոչ թե անձնական պատկերացումների, անձնական ճաշակի, այլ համամարտկային։ Նաև ասում է, ես օժտված չեմ գունային մեծ դիապազոնով, ինչպես օրինակ Սարյանը, Մինասը, Գալենցը, իմը շատ սահմանափակ դիապազոն է, սպիտակ, մոխրագույն, օխրաներով, այդպես, եթե փորձեմ կարմիր կապույտ չի ստացվի, կեղծ բան կլա, բայց երբ ես նկարում եմ սևով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են, սա իմ նկարչությունն է, ասել է Հակոբ Հակոբյանը։ Այսինքն այստեղ իր խոսքերի մեջ երևում է, որ համեստություն ունի մարդը եւ չի սպասում, որ ծափահարեն, որ իրեն գովեն, ինչպես ասում են, գլուխը կախ ինքը իր գործով է զբաղվում։ Հիմա համար առաջին նկարը դուք տեսնում եք մարդը անապատում, իսկ կա անապատ բնության անապատը եւ կա մարդկային անապատ, որը վերաբերվում է ոչ թե ֆիզիկական մարմնին, այլ մարդու տեսակը արդարացնող մտքին, հոգուն։
Մարդը անապատի մեջ, որտեղ բույս չկա, մի փոքր ճյուղ է գտել, մի փոքր բույս է գտել։ Եվ ուշադիր նայեք, թե ինչ խնամքով, ինչ կենտրոնացումով մարմնի տեսքից դիրքից է երևում, թե ինչքան է կենտրոնացած նա այդ բույսը խնամելու համար։ Մենք կարողանում ենք որևէ մի գեղեցիկ երևույթը այսպես պահպանել։ Մարդկային հոգու եւ մտքի այս անապատի մեջ։ Նայեք ձեռքերի քնքշությանը, մեջքի կորությանը եւ կայուն նստած դիրքին, դեմքի հայացքի կենտրոնացումը, ամբողջ մարմնով ոնց որ խնամողի շարժման մեջ է, շարժում առանց շարժման, էներգիայի ընթացքը հանգիստ կանգնած վիճակում, մտքի էներգիայի, խնամքի էներգիայի, պաշտպանելու էներգիայի։ Ես կուզենայի, որ ոչ թե իմ մեկնաբանության աչքերով նայել մեկնաբանության, այլ դուք յուրաքանչյուրը իմ հուշելուց հետո պատկերացրեք, որ մենք մեր ընտանիքում, թեկուզ եւ մեր մեջ, մեր ընկերոջ, հարևանի, բարեկամի, ազգի մեջ լավը տեսնենք, ոչ թե վատը տեսնենք ու ինքներս մտքի հարվածներ ուղարկենք մեր ազգի վրա։ Մեր ազգը լավ ազգ չի, մեր ազգը դավաճաններ են, մեր ազգը այդ իրավունքը չունենք, բայց ունենք իրավունք, որ լավը տեսնենք, ինչպես լոտոս ծաղիկը ճահիճի մեջ, ցեխաջրի մեջ, որ ջուրը ընկնում է վրան, բայց չի ծծում ջուրը, չի ծծվում իր մեջ։ Կարող ենք կեղտաջրի մեջ տեսնել լավը եւ այդ լավը պահպանել, պաշտպանել եւ պահպանել եւ շատացնել։ Կենթանի էթիկայի մեջ, ագնիյոգայի մեջ գրված է. եթե լավը տեսնում եք 10 անգամ մեծացրեք, եթե վատն եք տեսնում 10 անգամ փոքրացրեք, պատկերացնում եք այս սկզբունքը, եթե դպրոցներից դասավանդվեր, մենք ինչպես կարող ենք գեղեցիկը չտեսնել եւ բնության մեջ, եւ ընտանիքի անդամների մեջ գոնե, չեմ ասում բարեկամների, իհարկե, եթե մարդը հատկություն ունի դրականը տեսնելու, իհարկե կտեսնի նաեւ հարևանների, բարեկամների, ամբողջ ազգի մեջ, ազգերի մեջ ամենքի լավը տեսնի, ոչ մի պատերազմ չի լինի, ես ոչ թե 99, այլ 100% եմ ասում, որովհետև դա ասում են բոլոր մարգարեները եւ Հիսուսը, ովքեր քրիստոնյա են, նրանք էլ թող լսեն։ Քրիստոսի օրինակն եմ ուզում պատմեմ այստեղ, որ աշակերտների հետ գնալուց ճանապարհին տեսնում եմ, որ իր աշակերտները սենց զզվանքով քաշվում են մի կողմ, բայց ինքը կանգնում է, սատկած շուն է, հոտել է, ճանապարհի եզրին գցած, ուշադիր նայում է եւ գնում է ճանապարհը շարունակում է։ Աշակերտները հարցնում են, ասում են, ինչ կար այնտեղ, որ նայում էի։ Ասում է, չտեսաք, ինչ փայլուն ժանիք ուներ։ Եթե Հիսուսը մեզ օրինակ է տալիս, որ այդ փթած, նեխած, հոտած մարմնի մեջ փայլող ժանիքին մի հատ ուշադիր նայենք, բա մենք ինչու չենք փթած հոտած բաներին ոչ թե դրանց նայելու, այլ մեր հարազատի մեջ էլ չենք կարողանում դրականը տեսնել, մեր ընկերոջ մեջ, բարեկամի հարևանի մեջ, ազգի մեջ չենք կարողանում լավը տեսնել։ Այսօրվա զրույցս դրան է նվիրված։ Խնդրում եմ ոչ մեկը թող չմտածի, թե մարդիկ այստեղ դավաճանում են, քայքայման մեջ է, արդեն հայրենիքը կորցնելու խնդիր կա,
փոխանակ միաբանվենք այս ինչպես միաբանվենք, եթե վատատեսություն կա մեր մեջ, եթե չենք կարողանում ամեն ինչի գեղեցիկը այս մարդու նման պահպանել խնամել։ Հաջորդը նայենք։ Եղեռնից հետո պատկերացնում եք, որ մարդիկ սոված փախել են կոտորածից եւ շարունակում են հայ ժողովրդի թիվը շատացնել, վերածնել։ Նայեք սոված կինը, երևում է, որ սոված է, եւ ինչպես է երեխային կերակրում։ Ինչ է կերել, որ ինչ պետք է կերակրի։ Հակոբ Հակոբյանը ցավով, կարեկցանքով լցված, ուրեմն այս ստեղծագործությունները կատարել, որպեսզի առանց գոռալու, առանց հայհոյելու, լուր իր վերաբերմունքը ցույց տա բոլորիս, որ ինչ ապրումներ ունի ինքը այսօրվա վիճակի համար։ Չնայած նա Եգիպտոսից գալուց սկսել է այս կարոտով լի կոլորիտով խոսել մեզ հետ, այսինքն գունային ներդաշնակությամբ խոսել։ Ինքն էլ խոստովանում է, ասում է, ես Սարյանի նման, Մինասի նման, Գալենցի նման ես չեմ կարող այդ գույներով նկարել։ Չի ստացվի, կեղծիկ կլինի։ Փաստորեն իր ներքի տխրությունը, կարոտը, կարեկցանքը, ցավը արտահայտել է գույների այս կոլորիտի միջոցով, այլ համադրության միջոցով, ներդաշնակության միջոցով։ Հաջորդը նայենք ակցիաների շարանը նկարել, մարդու հոգեբանությունն է պատկերում։ Նայեք, երբ որ ժողովրդին 88 թվից երկրաշարժից հետո, երբ որ սկսեցին առանց միանգամից բոլոր ռուսական դպրոցները փակեցին, բոլոր քիմիական արդյունաբերությունը փակեցին, որ չկարողանան սովետական միությունից օգտվել, մի խոսքով շրջափակում եղավ, այդ ամեն ինչի մեջ ժողովուրդը սկսեց դիմադրել, դիմակայել սովի դիմաց, շրջափակման, ցրտին մի կերպ փորձեցին ապրել, գոյությունը պահպանել։ Եվ հիմա նայեք, կառավարությունը, որ այս տուփի մեջ է, բայց ներքևում ժողովուրդ չի երևում, մարդ չի երևում, իրար են հոշուտում կառավարության մեջ, նայեք երկու ակցիան է աջ կողմից, այնտեղ ոնց են կռվում, իրար դուրս շպրտում, որ եղածը ինչ որ ունի ժողովուրդը, դա էլ իրար մեջ է։ Նույն գաղափարը էլի, հաջորդը նայենք, տեսնում եք, այդ իրանց ներկայացուցիչներն են, որ ներքևում կռվում են, որ պետական գանձարանը, որ տեսնում եք այն ցանցը, զամբյուղը ցանցի մետաղյա, որ լցնեն եւ նայեք կառավարության անդամներից մեկը ոնց է բերանը բաց սպասում ընդեղ, որ մի բան լցվի։ Այսինքն ժողովրդին իրար դեն տրամադրելով բաժանիր եւ ղեկավարիր, կառավարիր օրենքով, իսկ ժողովրդի ղեկավարը, առաջնորդը, տեսեք ինչ հպարտ կանգնած է այնտեղ։ Ինքը գործ չունի այդ հանցանքների հետ։ Ինքն է մտածում։ Ինքը գործ չունի։
Մյուսները թող ամեն ինչը անեն, բերեն մեզ կերակրել։ Բայց ձախ կողմներ նայեք, այդ երկու ակցիաները ոնց են բողոքելով, դժգոհելով կանգնած են, բերանները բաց իհարկե։ Ես չեմ ուզում, որ ձեզ պարտադրեմ, որ իմ մեկնաբանությամբ նայեք նկարին, բայց դուք փորձեք ուրիշ ձևով մեկնաբանել, ինչքան որ հասկանում եք այս նկարիչի հոգեվիճակը։ Մյուսը նայենք, տեսնում եք այստեղ ժողովրդի և բնության գանձերն են, արժեքներն են ստեղծված ամբողջ ժողովրդի համար, բայց նայեք տուփի ներքևը, ամֆիթատրոնի ներքևը, ոնց է մեկ ակցիանը մյուսի ոտքը թևը կտրում, որ չգնա օգտվի այդ ժողովրդի հարստությունից։ Տեսեք այդ նույն ամֆիթատրոնի մեջ ոնց են կանգնած ղեկավար անձերը։ Նույն հոգեբանությունն է։ Ուրեմն քաղաքական իր բոլոր մեկնաբանությունները, եթե մարդը կարողացել է լուր իր արվեստանոցում արտահայտի իր մտքերը, իր վերաբերմունքը, որ ինչքան ցավ կա սրա մեջ, նայեք ոչ բնություն է երևում իր այս նկարների մեջ, որ միտքը կենտրոնացնենք այդ շունչ ստացած, կենդանություն ստացած անշունչ մետաղներին։ Դրանց միջոցով մարդը արտահայտել է մարդու հոգեբանությունը։ Կոնկրետ անձի չի վիրավորում, կոնկրետ անձի ի նկատի չունի, բայց ի նկատի ունի համակարգը, մարդկանց ազգի որակները, որ չենք ուզում մենք ինքներս աշխատենք, մենք ինքներս մեզ կառավարենք, անընդհատ հույսներս դնում ենք ուրիշների վրա, դրա համար էլ այս վիճակն է ստեղծվում։ Հաջորդը նայենք։ Հիմա տեսեք նույն ամֆիթատրոնում կառավարիչները ոնց են արդեն շարժման մեջ ընկել, արդեն տարաձայնության մեջ ընկել, անհանգստության մեջ են ընկել, որովհետև այս ծղոտի ամանի մեջ երկու հատ ձեռնոց է երևում և երկու հատ ձուկ, այսինքն սննդամթերք և հարստություն։ Մյուսն էլ տեսեք լպրծուն բնավորությամբ, թաքուն, ուզում է գողանա, որովհետև չի երևում, որ պարզ գնում է այնտեղ, ինչպես նախկին, ասենք, ակցիաների, որ մեկը մյուսի ոտքը կամ թևն է կտրում, կծել է, կտրում է, սա թաքուն է գնում, և ինչպես հասկանանք, որ թաքուն է գնում, նայեք տեսեք, որ ստվերի մեջ է և պարկած է գնում, լույսի ճառագայթ չկա վրան, բայց լույսի ճառագայթ կա ամֆիթատրոնում կառավարության այդ տուփի մեջ, ուշադիր նայեք, մեկը ոնց է լուսավորված։ Մյուսը նայենք։ Սա ես կարծում եմ ինձ հետ զուգահեռ դուք ձեր մեկնաբանությունները ունեք, միայն թե առանց իրար ժխտելու, ես ուղղակի հուշում եմ իմ կարծիքն եմ ասում, դուք ինչպես ուզում եք մտածեք։ Տեսեք երեք հատ ակցիաները իրար կողքի կանգնած են, բայց մի ակցիանը իր զավակին, այսինքն մի կառավարության անդամներից մեկը, իր զավակին դրել է ուսերին, բարձրացնում է, որ հետո հանգիստ իշխանության վրա դնի, իշխանության մեջ դնի։
ուրիշ ինչ ձևով կարող եք հասկանալ, ուշադիր նայեք։ Մի հատ փոքրն էլ կողքն է, որը էլի իրենց ընտանիքից է, բայց դեռ ժամանակը չի դրա։ Իսկ մյուս կողմը, աջ կողմը, տեսեք մեկը ինչպես է բարձրացել, մեկ ուրիշին գլխի վրա իջացրած, տեսեք ձեռքերը պարզած, այն երրորդի ոտքերից բռնած սեղմում է, որ նա գլուխը մտցնի հողի մեջ, ոչ մի բան չտեսնի, միայն իր ծառայությունը կատարի։ Բայց ինչքան համեստ է այս վերևինը, բերանը փակ, ոչ մի բան չի ուզում, բայց իր անելիքը անում է։ Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր որ լրիվ հակառակն են մտածում, եւ իզուր լարվածության մեջ մի ընկեք, ես ասում եմ այն ինչ որ զգում եմ, մեր հարգարժան այս նկարիչը ինչ մտքերով է սա նկարել, ամենքս մեր կարծիքը ունենանք, ամենքս մեր էվոլյուցիոն աստիճանը ունենանք, իրար չխանգարելով։ Եթե օգնելու բաներ կան, խնդրեմ, կարող եք օգնել։ Նայենք մյուսը։ Տեսնում եք այս անշունչ գործիքներով ինչ հավասարակշռության գաղափար է տալիս։ Համագործակցության գաղափար, ներդաշնակության, որ ընդամենը մի չոփի նման մի կետի վրա կարելի է կանգնացնել շատ մարդկանց։ Մի գեղեցիկ արարքով կարելի է փրկել շատ մարդկանց։ Մի գեղեցիկ խոսքով կարող ես փրկել մի հիվանդի։ Իսկ մենք մի խոսքով վիրավորում ենք ամբողջ ժողովուրդը։ Ովքեր լսում են, նրանք, այսինքն ովքեր մշտակպես լսում են, թող չվիրավորվեն, որ ես ասեմ, որ քաղաքական օնանիզմով զբաղվելը արդեն դեպի մահն է տանում եւ արագ ձևով։ Եթե քաղաքականության մեջ որևէ մի դրական գործ չեք անում, եթե կառավարության անդամները որևէ խնդիր չեն առաջարկում, այլ միայն իրար հետ կռվում են, մտածեք ասածներիս մասին։ Ես ոչ մեկին չեմ ասում, սա ճիշտ է, նա ճիշտ է։ Ես ասում եմ, եթե երկու կողմը կոնկրետ ծրագրեր, առաջարկներ չեն ներկայացնում ազգային ժողովի պատգամավորների, նիստերին, ժողովներին, հաշվետու եւ ոչ հաշվետու ընթացիկ ժողովներին, նիստերին, ուրեմն նրանք ընդամենը քայքայում են, սկզբից իրար, հետո ամբողջ աշխարհի հայությունը, այդ ինչեր են ցույց տալիս։ Իսկ այստեղ այս մարդը ուզում է ասի, որ անշունչ այս գործիքներով նույնիսկ ես կարող եմ ներդաշնակություն ստեղծել, որ տակի, այսինքն երկրի կառավարիչը կարող է պահպանել շատ ժողովրդի անդամների իր ճշմարտությունով, իր վարքով, իր խոսքով, իր հաղորդակցության կուլտուրայով, անկախ նրանից, թե վիրավորում են, հայհոյում են, թե բամբասում են։ Ժողովուրդը ճիշտ գնահատականը կտա, եթե տեսնի, որ մեկը ամեն ինչին չի արձագանքում, մանավանդ վատ լուրերին, բայց եթե կարիք ունի պատասխան տալու, գրավոր կերպով թող ամեն ինչը ամսաթվով, անուն ազգանուններով, թվով ամեն ինչը գրեն որպես պատմության արդարացի հայելի, հետո հանգիստ կարդան, նորից կհայհոյեն,
կվիրավորեն, որովհետև այդ ծրագիրն են վերցրել, բայց դու արա քո գործը, քեզ պահի որպես ղեկավար, որպես առաջնորդ, որպես տնօրեն, որպես արտադրամասի վարիչ, որպես ընտանիքի հայր, առաջ դու քեզ պահիր ինչպես որ պետք է, հետո նոր պահանջի ուրիշներից, որ ժողովուրդը օրինակ վերցնի եւ հարգանքով լցվի։ Մյուսը նայենք, տեսնում եք կոտորածից մի կերպ փախած, ծնողները կորցրած, մարդը նստել է, ոչ տուն կա, լավ է, որ այս նկարում գոնե, մի հատ աթոռ կա, նստել է, բայց չգիտի ինչ անի, աշխատանք չունի, դրամ չունի, ուտելիք չունի, ընտանիք չունի, մենակ է մնացել, ինչ պետք է անի, անորոշության մեջ, Կարենք ցակով լցված է, Հակոբ Հակոբյանը, այս շարանը, որ դուք տեսնում եք, մի հատ նկար չկա, որ ասի, ես գեղեցիկ սա նկար եմ, որ հավանեն, ինչ լավ նկարիչ է։ Հիշեք, որ կա նկարիչ, որը ինչ որ տեսնում է, հրաշալի նկարում է, բայց ինչքան էլ նկարի ֆոտոից ավելի լավ չի նկարի։ Բայց կան նկարիչներ, որոնք ինչ որ տեսնում են, նկարում են սիրով եւ իրանց ներքնաշխարհն է դա։ Ոչ թե ձեռքի ու աչքի վարպետությունը, որ կան նկարողներ, այլ հոգու եւ սրտի վերաբերմունքը, ինչ որ տեսնում են։ Եվ լավատեսությունը, եթե գումարվում է այդտեղ, նա դառնում է արդեն հրաշալի նկարիչ, այսինքն իր ներքնաշխարհը, իր վերաբերմունքը ցույց է տալիս շատերին իր սերը, լինի դա նատյուրմորտ ֆրանսիական բառ է, նատյուրը մորտ է, բնությունը մահացած է, այսինքն անկենդան, այնտեղ սեղանի վրա դրված է եւ նկարել է, բայց եթե սիրով է նկարում, այնպես է նկարում, որ քիչ է մնում վերցնես ուտես։ Կներեք անմիջականությանս համար։ Իսկ նկարիչ էլ կա, որ ազգային շրջանակներով եւ անձնական վերաբերմունքով նկարում է եւ մասնակցում է եւ քաղաքականությանը, եւ կենցաղային կյանքին, եւ կուլտուր լուսավորչական կյանքին, ազգային շրջանակները բարձրացնում է ասենք մյուս ազգերի հետ միասին բարձրացնում է ազգի արժեքները, որ ինչ վիճակի մեջ ենք մենք, բայց պետք է ուժ գտնենք մեր մեջ, ինչպես ինքն է ուժ գտել ամբողջ կյանքում այսպես նկարել է ոչ ցայտուն գույներով, բայց կարծես գույների մեջ էլ է երևում իր կարեկցանքը, իր ոչ հարուստ պալիտրան, մյուսն էլ նայենք, տեսնում եք նորից այս կինն էլ մտազբաղ ուտելիք է պատրաստում, բայց տուն չունի։ Սա էլ այս սեղանը աթոռն էլ պայմանական, որպեսզի այս ձևով ցույց տա, որ մարդը անտուն է։ Չի երևում, որ տան մեջ է։ Այո, ինչ որ մի շինության, ինչ որ մի սենյակի մեջ է, բայց դա տուն չի։ Տուն չի, որովհետև երեխա չկա, որովհետև ամուսին չկա, ինքն էլ է կոտորածից պրծած,
Միայն ուտելիքով պատրաստելով ես զբաղված եւ կարծես ուրիշ ոչ մի հոգս չունի։ Չի երևում, որ ուրիշ հոգս ունի։ Միայն ուտելիք է գտել, որ ուտի։ Ոչ մի տեղ, եթե ուշադիր եղաք, սենյակ չկա։ Այն մյուս տեղերում նույնիսկ պատուհան էլ չկա, որ ասենք դուռ էլ չկա, որ ասենք ինչ որ մի տան մեջ է։ Մյուսը նայենք։ Նայեք, սոված մնացած կինը, որ վերջապես ուտելիք է գտել, ինչ խնամքով, նայեք ձեռքերին, դեմքին, մեջքի դիրքին, ինչ ձևով է պատրաստում ուտելիքը։ Նորից չի երևում, որ ինչ որ խոհանոցի մեջ է, հեռանկարային խնդիր չկա լուծված, բայց իր հետևում այնտեղ կա դրված հետևի կողմում աթոռի հետևը կա մի հատ դատարկ զանգու գործած աթոռի վրա էլ ոչ մի երեխա չկա նստած փաստորեն իր նպատակը այն չի որ ընտանիքի համար ուտելիք է պատրաստում որտեղ ընտանիք չկա ինքն է մնացել նույն ձևով ոնց որ անցյալ նկարը նայեցինք այսքանը հաջորդը նայեք հետաքրքիր է չէ մարդը աշխատանք չունի բայց ինչ որ ժառանգություն է ստացել այդ մի գործիքը որ պետք է կարանի որ պահի իրեն երիտասարդ տղա է ընտանիք չունի կամ էլ ուներ բայց վերացրել են ընտանիքը բայց չգիտի ինչով կարի չի կարողանում նյութ ձեռք բերի չգիտի ինչի համար կարի ինչի համար դրամ աշխատի եթե հնարավորություն ունենա ոչ մի բան չգիտի գործիքը փոքրիկ հաստոցը առաջը դրած մտքերով գնացել է հիշողությունները իր ընտանիքի հետ, իր ազգի հետ, իր տան, օջախի հետ, մտքերով այնտեղ է։ Այսինքն հույս տվող, էներգիա տվող, կենսական ուժ տվող, կերակրող մեկը չկա։ Եվ նյութերը չի կարողանում առնի, ասենք կտոր չի կարողանում առնի, նայեք ինչ կայուն դիրքով է նստած, ոտքերի դիրքին նայեք, են մյուս ձեռքը նայեք ոնց է հենել, ամուր եռանկյունի ստեղծել, հենել, մյուսով էլ գլուխը չընկնելու համար, կներեք, որ ես ձևով եմ արտահայտում, ձեռքն է դեմ տվել տակից, հենել, գլուխը, որ ոնց որ կայուն դիրք է, էլի, ոնց որ առանց ապագայի հենց այս դիրքն է, որ անշարժությունն է, որ անգործությունն է, որ կայուն դիրքում է։ Մյուսը նայեք։ Իսկ այստեղ նորից նույն բանն է։ Նախ ուտելիքը, տեսեք ինչ ուտելիք է։ Սող սխտոր։ Ուրիշ ուտելիք չկա։ Սեղան չկա։ Այս նկարի մեջ։ Միայն աթոռ կա եւ մարդ չկա։ Կա կնոջ տնային կոշիկները, փողաթափեր են ասում հայերեն, ես ներողություն, որ այսպես եմ ասում, տնային կոշիկներն են, մաշված, և մարդ չկա, ուրեմն միտեղ մի բանը չկա, միտեղ մեկը չկա, միտեղ ընտանիքը չկա, միտեղ տունը չկա,
ամեն տեղ տունը չկա, ինչպես որ նկատեցիք։ Բայց զամբյուղը գործած, դատարկ է։ Այսինքն, ինչ որ ունեմ, էսա, էլ ուրիշ ոչ մի բան չունեմ։ Չէ, ներողություն, ուրիշ բան չեմ ունեցել։ Այսինքն ինքը չկա։ Մյուսը նայեք։ Տեսնում եք, պաշտոնի աթոռն է, որի համար ազգեր են կործանվել, կայսրություններ են կործանվել, բայց այդ ինչի են կործանվել, որովհետև ամեն ինչը անազնիվ են արել, ձեռնոցները հագած են արել, որ իրանք չկեղտոտվեն, բայց ձեռնոցները ոչինչ։ Բայց ձեռնոցներով գործանողները վաղ թե ուշ մնում են առանց աթոռի։ Կամ աթոռի տակը, կամ էլ առանց աթոռի։ Ես էլ չեմ ուզում խորով մեկնաբանեմ, որ չասեք, թե ես հիմա այս ինչին դեմ եմ, այն ինչին կողմ եմ։ Ես կողմ եմ արդարությանը, կողմ եմ աշխատասիրությանը, կողմ եմ համագործակցությանը, կողմ եմ, որ իրար ներելով, զիջելով, հանդուրժելով գոնե հանդուրժելով, համագործակցեն, որ ազգը չկործանեն, զսպելով իրանց չար լեզուն, ուզում է ասել, որ աթոռը միշտ թափուր կմնա, կամ էլ մի հատ կապիկ կդնեն այնտեղ, որ ինչ վերևից հրամայեն, ինչ անեն, ինքն էլ նույնը անի։ Եվ ձեռնոցները պետք է տեսեք առաջի պլանում։ Ես կողմ եմ, որ մանկավարժը երեխա սիրի, նոր աշխատի։ Կողմ եմ, որ ծնողները, ամուսինները ամուսնանալուց առաջ գիտելիք ձեռք բերեն, թե ինչ բան է ընտանիք, ինչ պարտականություններ ունեն ամենքը, ինչ պարտականություն ունեն երեխայի նկատմամբ։ Ոչ թե արհեստական են ուտելիքները, որ քիչ է մնում ռետինի կտոր սարքեն, քաղցրացնեն երեխաներին ուտացնեն։ Որ այդ երեխային ինչպես պետք է կերակրեն, ինչպես պետք է խոսեն, առանձին երբ որ տանն է, առանձին մայրը ինչպես պետք է խոսի, առանձին հայրը ինչպես պետք է խոսի երեխային։ Ինչ ալիքներ պետք է նայեն։ Իրենց բարեկամների հետ ինչպես պետք է հաղորդակցվեն, որ այդ երեխայի վրա իրենց դրական էներգիան փոխանցվի։ Գիտուն մարդու թրթրանքը փոխանցվի։ Հավասարակշռված մարդու թրթրանքը փոխանցվի։ Ամեն խոսքը լինի մտածված, որ երեխան սովորի մտածել։ Երեխային չի կարելի ասել, այսպես մի արեք, այնպես մի արեք։ Քեզ կպատժեմ, հիմա ինչ որ ուզում եք, չեմ առնելու, մինչև էս չանես, մինչև է։ Սա երեխայի հետ վարվելու ձև չի։ Առաջինը իրենք պետք է իրենց նայեն։ Այսինքն, առաջինը այդ աթոռը զբաղացնողը պետք է իր սխալ խոսքերը, իր անհավասարակշռված շուտ անզուսպ էներգիան չպետք է փոխանցեն ամբողջ ժողովրդին։ Ինչ մեղք ունի Ֆրանսիայում ապրող հայը, Ամերիկայում ապրող հայը, որ դուք խոսալ չգիտեք, լսել չգիտեք ամենակարևորը։ Բնականաբար աթոռները այդպես վերջում դատարկ են մնալու։ Դատարկ, այսինքն խելքը գլխին մարդ չի լինելու վստահ այնտեղ, այդ իմաստով դատարկ։ Հաջորդը նայենք։ Տեսեք, բոլոր մարդկանց գլուխները կտրված են։ Ինչ է ուզեցել ասի Հակոբ Հակոբյանը։ Միթե նա ուզում է, որ մարդկանց գլուխները կոտրվեն։ Կարող է
գիտակցությունը նեղ մարդը ասի, դե սա մեր կոտորակն է, Եղեռնին է վերաբերվում, ապրիլի 24-ին։ Ինչի մեզ միայն ապրիլի 24-ին են կոտորել։ 80-ական թվականներից սկսվել է կոտորածը, Եղեռնը ավելի ճիշտ։ Կոտորածը միշտ է եղել պատերազմների միջոցով, բայց Եղեռնը տարբերվում է կոտորածից նրանով, որ ազգն են ուզում բնաջնջեն, որ չեն նայում հղիկին է, փոքր երեխա է, ծեր մարդ է, ոչ մի բան չեն նայում, Եղեռնը դա է։ Եղեռնը միայն ապրիլի 24-ին եղավ, թե միգուցե Բաքվում էլ եղավ, Սումգայիթում էլ եղավ, անմեղ մարդկանց կոտորելը կապ չունի թվի հետ։ Ուր են գնում այս մարդիկ։ Դե մտածենք, քաղաքականություն չի սա։ Այս տեսակ քաղաքականությունից կարող ենք հասունանալ, թե այն տեսակ քաղաքականությունից, որ անընդհատ անունները տալով մարդկանց մեկը մի լավ խոսք ասում, վազում են նրա կողմը, այն մյուսը միան հետո էլ տեսնում են, որ չէ, սենց բան չի լինի, ով որ փող է տալի, վազեք նրա կողմը։ Այս եղավ քաղաքականություն։ Չամաչերի հիմա անունը կասեի դա ինչություն է։ Հաջորդը նայենք, բայց մի հատ մտածեք, թե ուր են գնում այս մարդիկ։ Ամբողջները խելագարված, դեպի արևն էին գնում, ամբողջները խելագարված, Չարենցի ասած։ Դեպի խելագարված մարդը նման է անգլուխ մարդուն։ Դրա համար սա նշանակում է անորոշության մեջ գտնված մարդիկ, որոնք մտածել չգիտեն, շփոթվել են, վախից մի բան են գտնում, մի փոխադրական են փնտրում, որ գնան։ Բայց ինչպես տեսակ, ուշադիր, այդ նկարը, անցյալի մասին են խոսում դեռ, ինչպես տեսակ, գլուխները ուղղված են տարբեր կողմերի վրա։ Այսինքն դրանք չեն էլ ուզում նստեն։ Չգիտեն նստեն ուր գնան։ Հիմա այս մյուսը։ Ես այստեղ ցույցերի սիմվոլն եմ տեսնում, որպես նկար, որ այո շենքերին կպած ամենտեղ լցվում են, բայց անգլուխ մարդիկ են ցույցերը անում։ Ինչի համար են ցույցը անում։ Այս էներգիան, եթե օգտագործեն ստեղծագործական, գործնական կյանքի մեջ, իհարկե մի որակ կտա, մի ազգ կտա։ Եթե ազգը դառնա մի բռունցք, ոչ մի ուրիշ ազգ չի կարող հարձակվել այդտեղ։ Բայց եթե տեսնում են, մի ընտանիքում ամուսինները անընդհատ կռվում են, վիճում են, իրանք էլ իրավունք չունեն միջամտելու, խորհուրդ տալու, որովհետև ասում են մատի ու մատանի արանքը չի կարելի մտնել։ Բայց քաղաքականության մեջ ոչ թե մատ ու մատանի արանքը, այլ մատերն էլ, ձեռքերն էլ, ոտքերն էլ ամեն ինչտեղ կկտրեն, որ ավելի ճիշտ գլուխը կկտրեն, որ ընդհանրապես որտեղ որ փող տան, որտեղ որ ասեն մենք ձեզ կբուժենք, վազեն այնտեղ։ Սա էլ ցույցի բան է։ Այն մեկը ցույց չէր, ցույցը սա էր, որ երևում է շենքեր են երևում, փողոցներ են երևում եւ այլն։ Բայց այնտեղ երևում է, որ մարդը չգիտի ուր գնա։ Նստի այդ գնացքը որ կողմ գնա։ Այդ գաղափարն է։ Հաջորդը նայենք։ Տեսնում եք էլի տուն չկա։ Ինչ որ 4 պատեր այնտեղ տախտակներ են մեխած։ Մարդը նստել է, երիտասարդ մարդ է, կարող է աշխատել, աշխատանք չունի։ Ուժ ունի, աշխատանք չունի։ Ուժ ունի, բայց աթոռ չունի, աթոռի վրա նստի։
ուժ ունի, ընտանիք չունի, բայց մտածել գիտի, տեսեք նստած դիրքը, արդեն մտախոհ, ինչ որ բաների մասին է մտածում։ Մարդը, որ ոչ մի բանի մասին ոչ մի բան չունի, ինչպես կարող է մի կոնկրետ բանի մասին մտածել։ Մտածում է, ինչ անեմ, որ տուն սարքեմ, ինչ անեմ, որ մենակ չմնամ, ինչ անեմ, որ ազգը չկոտորեն, անընդհատ այդ գիծն է գնում Հակոբ Հակոբյանի գործերում։ Կարեկցանքի, խղճահարության, հաջորդը նայենք։ Տեսնում եք, եթե կարողանաք կարդաք եւ ուշադիր նայեք, ռուսական դրոշ, հայկական դրոշ, մաշտոց նկարները, այնտեղ արագիլներ, եկեղեցին, ճամպրուկները վերցրած մարդիկ հավաքվել են հրապարակում, երկնքում էլ մի ամպի վրա գրված է Little Armenia, այսինքն հայրենիքից դուրս վերևում ինչ որ միտեղ, այսինքն Լոս Անջելեսում Little Armenia կա, որ հայերի թաղամասն է։ Իբրև թե ուրիշ ազգերել են ապրում։ Ուղղակի դրամ են հավաքել, որ ոչ թե պատերազմում զոհվածների ընտանիքներին օգնեն կամ կարիքավորներին օգնեն, այլ այստեղ Little Armenia դնեն, որ այն մյուս ազգերի երիտասարդների հետ կռիվ սարքեն, իրար վրա կրակեն։ Ես չեմ հորինում, ես ինքս լսել եմ, գիտեմ, նույնիսկ երեխային կրակել էին իրար վրա։ Թմրադեղը ուշացրել է, չգիտես, փողապարտկարը չի տվել, ինչի նրա քրոջը սենց նայեցիր, բան, հանգիստ չեն ապրում, բայց հայրենասեր են, Little Armenia։ Ես ուզում եմ, որ ոչ թե անձնական ձեր մակարդակով մեկնաբանենք, կամ էլ թե չէ իմ մեկնաբանությունները ձեզ դուր չգա, ասեք, այս սխալ է, ճիշտ է, դուք ձեր ճիշտով մտածեք, միայն լավ բան մտածեք։ Ես լավ բան եմ մտածում, որ այս մարդը իր ներքին աշխարհի, իր վերաբերմունքը արտաքին աշխարհի նկատմամբ այս ձևով է տվել, որովհետև էս է տեսել։ Նա չի կարա կեղծը նստի մի հատ սիրուն ծաղիկ նկարի, ոչ թե գեղեցիկ, այլ սիրուն։ Սիրունը արտաքին տեսքն է, գեղեցիկը ներքին գեղեցկությունն է։ Օրինակ կանանց համար ասեմ, եւ տղամարդկանց համար։ Երիտասարդ ժամանակ սիրուն է, բայց երբ որ 65-ը անցնում են, նրանք գեղեցիկ են։ Եթե մայրություն կա մեջները, ոչ թե լեզվակռվի, ոչ թե համեմատվեն, սուրճ խմելու ժամերով բամբաս են, դրա մասին չի խոսքը։ Գեղեցիկը կանացիությունն է, ոչ թե կնոջ տեսքը։ Գեղեցիկը տղամարդու պարտքի զգացումն է, ազնվությունն է, աշխատասիրությունը, ոչ թե նրա տեսքը, որ գնում են սպորտ դահլիճներում, մկանները մեծացնում են, բայց հետը ոչ մի գործ չես կարող բռնես, հետը ոչ մի գեղեցիկ բանից չես կարող խոսալ։ Ես կարծում եմ ինձ հասկացաք ինչ բան է սիրուն, ինչ բան է գեղեցիկ։ Ամեն հարցում, ոչ միայն այդ հարցում, որ ես նշեցի։ Հաջորդը նայեք։ Տեսնում եք, Հայաստանի արևը խավարի մեջ է, դա լուսինը չի, արևն է։ Չէր կարող պայծառ արև նկարել, կարող էր, բայց չի արել, այդ արևը իրան չի ջերմացրել։
իրան ջերմացնում է, երբ որ տեսնում է, որ մեկը գալիս է այս մենակ մնացած ծառերը, որոնք իրարից մի քիչ հեռու են, բայց ձգտում են իրար հետ լինեն, որտեղ ուրիշ ծառեր չկան, փոքր թփեր կան, ճյուղեր կան, բան։ Այ այդպես քիչն էլ պետք է ձգտի իրար հետ շատանը։ Հայրենիքի կարոտն ասա։ Հաջորդը նայենք։ Ինչ են նշանակում այս սուր ճյուղերը։ Ես կասեի, անպտուղ ծառը այս ձևով կպատկերեմ։ Ծառի ծառությունը նկարեմ, բայց ոչ խնձորենի, տանձենի, թթենի եւ այլ։ Մարդը ծառը նկարել է առանց ծառության, այսինքն առանց պտուղների։ Ծառը։ Եթե ուշադիր եք, հեռվում ոչ մի բան չի նկարում, որովհետև հեռուն մեր ապագան է։ Ամեն դեպքում այս տեսակ նկարիչի համար հեռուն մեր ապագան է։ Բայց հեռուն չկա։ Կա մի տարածք, որը քար ու հող է պատկերացնում ինքը, բայց մշակող մարդ չկա։ Հողը սիրող չկա, ավելի ճիշտ։ Հողն է մեզ կերակրում։ Քիմիական արդյունաբերությունը չի կերակրում։ Հողն է կերակրում։ Քաղաքականությունը մեզ չի կերակրում։ Մեր ձեռքից խլում է։ Այս տեսակ քաղաքականությունը, ժամանակակից քաղաքականությունը։ Բայց հողը կերակրում է։ Անկախ քաղաքականությունից հողը կերակրում է մեզ։ Դրա համար էլ մարդը ցավով նկարել է։ Հաջորդը։ Տեսնում եք, այստեղ մի քիչ ապագա է երևում, իմ մեկնաբանումով, կարող է ճիշտ չի, կանաչ է երևում, չէ՞։ Բայց կանաչը ինչու է կիսակլորով։ Այսինքն մոլորակը, ես տեսնում այստեղ մոլորակի ուրվագիծը, գորությունը, շրջանագծի մի հատվածը։ Եվ դրա առաջի պլանում արհամարված հողը, թունավորված հողը, տեսեք խաղողի ողկյուզները, այս արմատները, մարդը բացակայում է։ Նկարիչի ցավը դա է, որ մարդը բացակայում է։ Մյուսը նայեք։ Գյումրիի փողոցներից մեկը։ Տեսնում եք, էլի մարդը բացակայում է։ Մարդը ներկա է իր աշխատանքով, տներ է կառուցել, դա մարդու հետքերն են, բայց եթե մարդը չկա, սա հետքերն են։ Իսկ եթե մարդը կա, սա գովելի է, մարդը աշխատել է և հիմա դեռ շարունակում է ապրել, վայելել իր կառուցած տները։ Առաջին սյունը այդքան երկար, որ երևում է, բարձր։ Չմոռանամ ասեմ, որ կանաչապատում չկա, մի տեսեք ծառերը ինչպես է նկարում, չոր ճյուղեր սենց։ Առաջի է սյունի վրա, ինչ-որ լամպ է երևում, չի էլ երևում լամպը, ու հարց է, դա այդ լամպը աշխատում է երեկոյան, թե չէ, գիշերը, լուսավորվում է այս փողոցը, թե չէ, որ նայում ես մանրամասնությունները, սենց առանձին հատվածները, կտորները, սենց տեսնում ես, որ մարդը բացակայ է։
ամեն տեղ ինչ որ սառնություն կա, ինչ որ գորշություն կա, մյուսը նայենք։ Այս էլ բջնամոլությունը, ոճի փոփոխությունը, որ մարդը գերի է այդ ոճերին, ոչ բոլորը իհարկե, բայց հիմնականում մանավանդ երիտասարդները, որին այդ ծնողներին ասում են, նա սենց է հագնում, բայց ես այդպես ոնց հագնեմ։ Ես բոլոր ծնողներին էլ, ինձ էլ, որ չվիրավորվեն մյուսներն էլ, ուզում եմ հիշեցնեմ, որ մի անգամ չէ, մի քանի անգամ երևի տարբեր հեռուստաալիքներով ասում էի, այդ տեսակ երեխաներին ասեք, եթե տեսնում ես մի երեխա կանգնել է, գլուխը պատին է խփում, ու տեսնում ես, որ ճակատից արյուն է գնում, ինչի ես գնում նրա հետևից կանգնում, որովհետև ոչ է, հիմա բոլորը այդպես են անում, այ օրինակ են մեկի գլուխը ուռած ման անկալի, տես ինչ համարձակել տղա է, եւ լավ էլ հագնված է, պապան փող ունի, դու գնում ես նրա հետևից հերթի ես կանգնում, հետո այդ հերթը որ շատանում է, առանց մտածելու ես գնում հերթ կանգնում, եւ ընկնում ես այս կիսամերկ մոդելների մանեկենների հետևից, քայլող մանեկեններ չեք տեսել փողոցներում, ես շատ եմ տեսել, հարց ես տալի մտածել չգիտի, խոսալ չգիտի, աչքերի մեջ չգիտես ինչ կա, չեմ ուզում ասեմ ինչ կա, եւ այդ բոլորը ցույց է տալի ասում, բայց ձեր կողքը ծաղիկներ է նկարել, չեք տեսնում այդ ծաղիկները, հիացած եք ձեր մարմնով, որովհետև ոչ ատում, բայց ծաղիկներ սիրելու ոճը երբ է գալու, բնությունը սիրելու ոճը երբ է գալու, մարդու նման հագնվելու ոճը երբ է գալու, մարդու հետ մարդավարի խոսելու ոճը երբ է գալու, Աստծո օրենքը օգտագործելով գործնական կյանքի մեջ, ոչ թե խոսալով, հավաքվելով, իրար հետ վիճելով, մրցելով, համեմատվելով, բախաղաղության ոճը երբ է գալու, համեստության արդարության ոճը երբ է գալու վերջապես, թե հագնելու մեջ, թե բարեկամության ընկերության մեջ, հարևանության մեջ, լավատեսության մեջ, շնորհակալ եմ Հուսիկ ջան, այսքան օգնելու համար, այսինքն միշտ եմ շնորհակալ եմ, որ դու կաս, որ կարողում ենք համագործակցել, որ կարողանում ենք ուրիշներին գովել, մեզ գովելու ոչինչ չունենք, բայց աշխատելու ուժ ունենք, շնորհակալ եմ դրա համար, շնորհակալ եմ նրանց, ովքեր որ կարողացան ոչ միայն լսեն, ոչ միայն համեմատեն ինչ-որ ուրիշների զրույցների հետ, այլ շնորհակալ եմ, որ կարողանաք ինձ հետ զգաք Հակոբ Հակոբյանը, ինչ է ասել, ինչու է այսպես ասել, ինչու ուրիշ ձևով չի ասել, 90 տարի ապրել է մարդը, 90 տարին կարոտի մեջ, ազգի մեջ առանձնապես ինքնագովեությամբ չզբաղվելով, վերջապես նայենք այստեղ հոդված կա, այդ հոդվածը ես գրեցի Հակոբ Հակոբյանի նկարների մեկնաբանությունը տալով, ինչքան որ հնարավոր էր կարճ ու սեղմ, եւ իհարկե կարող է դուք չկարողանաք կարդալ, բայց սա համայնապատկերի հոդվածն է, համայնապատկեր ամսագրի խմբագիրը գլխավոր,
Քսարով գյումրեցիներ, գյոդակյան, գյումրեցի, այո։ Եվ դա տպվել է համայնապատկերի 54-րդ համարի մեջ 2010 թվին, իսկ հիմա 2025 թիվն է։ Խաղաղություն ձեզ, համբերություն ձեզ, եթե մի բան նենց չասեցի, ոչինչ, կենտրոնացեք այն բոլոր խնդիրների վրա, որը որ ես փորձեցի ժամանակի սովության պատճառով մի փոքր հատվածը իր ստեղծագործությունների ձեզ ներկայացնել։ Խաղաղություն ձեզ, համբերություն ձեզ, մինչև մյուս հանդիպում։